Այսօրվա մասին ինչ կարելի է ասել, միայն այսօր մենք հիշում ենք հիշատակը մեր զոհվածների։ Դրանից ավելի ինչ ասեմ, ուրիշ ինչ է հետաքրքրում ձեզ ասեք։ Ամեն տարի այդպիսի տարի չի եղել, որ ասենք ես չմասնակցեմ։ Ամեն տարի մասնակցել եմ։ Երբեմն գալիս ենք ընկերներով, ընտանիքներով։ Այսօր մենակ եմ եկել ես։ Ներողություն, դուք ևս ցեղասպանության վերապրածի ժառանգ եք, թե։ Ինչպես։ Ցեղասպանությունը վերապրածի ժառանգ եք դուք։ Ոչ, բայց հայրենադարձ ենք մենք 200 տարի առաջ։ Մեր նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Կոկովից գավառի Արցախ քաղաքից։ Մեր նախնիները այնտեղից են եկել։ Դե մենք պետք է անպայման հիշենք մեր զոհերի հետ կատարված այդ եղերական պատմությունը, դա չի կարելի մոռանալ, մենք հավերժ պետք է հիշենք։ Եվ միևնույն ժամանակ մենք պետք է, եթե չեմ սխալվում, պետք է մենք մեր վրեժը լուծենք, այսպես եմ ասում ես էլ։ Վրեժի մասին եք խոսում, բայց այսօրվա իշխանությունները այլ։ Այսօրվա իշխանությունների մասին ինչ խոսենք, տղա ջան։ Այսօրվա իշխանությունները դրանք դավաճաններ են, բացահայտ, թուրքացած, իսլամ ընդունած, էլ ուրիշ ինչ պետք է ասենք դրանց մասին, էլ ասելու բան չունեմ ես, և մեր աչքի առաջ է ամեն վարքյան մենք տեսնում ենք, որ նրանք սողում են թուրքերի ոտքերի տակը։ Որպես Արևմտյան Հայաստանից հայրենադարձված մարդ, ասում են, եթե մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, իրենք էլ ասում են Արևմտյան Ադրբեջան։ Պատմական մեր հայրենիքի։ Այդպիսի բան գոյություն չի ունեցել, նախ Ադրբեջան գոյություն չի ունեցել առաջին հերթին, Ադրբեջանը նոր է հայտնվել այս վերջերում, դրանք բոլորը պատմական Հայաստան են, ոչ թե պատմական Ադրբեջան, այսինքն Ղարաբաղն է այնտեղ, Սյունիքն էր, թե Գանձակն էր, դրանք բոլորը հայկական տարածքներ են։ Մենք չենք կարող դա մոռանալ եւ դա հետ ենք բերելու անպայման, թող լավ հիշեն։ Կրկնվելու է պատմությունը եւ մենք հուշք ու հարված ենք տալու, մինչեւ Բաքուն դադարելու ենք թուրքերից։ Դուք պատկերացնում եք թուրքերի ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցությամբ ապրել։ Ոչ մի անգամ։ Ոչ մի այդպիսի նախադրյալ չկա։ Մենք չենք կարող ապրել դահիճների հետ։ Ոնց կարող ես ապրել, երբ նրանք ծարավ են հայի արյանը, ամեն վարքյան, ամեն րոպե ուզում են, որ ջնջել աշխարհի երեսից հայի հետ։ Ըստ էության 100 եւ ավել տարի անց նույն ցեղասպանությունը կրկնվեց Արցախում։ Այո, կրկնվեց Արցախում մեր իշխանությունների ձեռքով։ Նա չէր կրկնվի, եթե չլիներ այսօրվա իշխանությունը։ Արցախը մտածված նրանք հանձնեցին հերոսաբար թուրքերին։ Էլ ուրիշ։ Այսօր էլ գնում են ցեղասպանության ուրացմանը։ Ուր են գնում։ Ցեղասպանությունը ուրանալու։ Ուրանում են իրենք ցեղասպանությունը։ Հա, բարձ է, որ թուրքը պետք է ուրանա, բան ինչ պետք է անի։ Թուրքերն են ժխտում միայն, որ ցեղասպանություն գոյություն չի ունեցել։ Եվ եթե իրենք ժխտում են, ուրեմն իրենք էլ են թուրք։ Բայց նոր Հայաստանի տեսլական են իրենք բերում, խաղաղություն են բերում, ասում են գնում են խաղաղության։ Դա խաղաղություն չի, դա պատերազմ է, դա Հայաստանի վերջն է, իրենց կարծեցյալ այդ խաղաղությունը դա Հայաստանի վերջն է։ Իրենք հայտարարում են, որ ոչ թե ժխտում են, այլ ընկալումը պետք է վերանայեն։ Ըստ ձեզ սա ինչ է։ Էլ ինչ է ընկալեն, այսինքն մինչև հիմա եթե նրանք չեն ընկալել, էլ ոչ մի անգամ էլ չեն կարող ընկալել։ Էլ իրողությունը մեր աչքի առաջ մենք տեսել ենք, մեր մեծերը, մեր նախնիները պատմել են, թե ինչ է տեղի ունեցել, այսինքն իրանք հələ խաբար չեն, թե ինչ է կատարվել։ Նոր են ուզում իմանան։